Գիտար սովորել նվագելու համար ամենակարևոր բաներից օրինակ որն է, որ համ ինձ է հետաքրքիր, որտեղ ես ուզում եմ գիտար նվագել սովորեմ։ Слухնա ունի, ձենը ունի։ Ու մյուսը նոտա իմանալը արդյոք պետքա գիտար, եթե ուզում ես ավելի պրոֆեսիոնալ զբաղվես, եթե պետքա, եթե չիլնի հիմա։ Ցանկալի է։ Լսի, նայած քո բաները ինչումն է, քո դու ինչ մակարդակի ես ուզում հասնես, այսինքն քո տեսլականը որն է, թե ինչքան նվագեմ։ Ջանա, ես մտածում եմ միշտ, որ երաժիշտը երևի երեխա ժամանակվանից պիտի նվագել սովորի, որ ինչ-որ մեծ բաների հասնի։ Չէ, համաձայն չեմ։ Ես սկսել եմ 14-ում թե 15-ում։ Բայց 33 չէ, էլի ամենը։ Հա, չէ, այդ կապ չունի։ Ճիշտ է, նայ նվագելու մակարդակի մեջ չէ, տարիները զուտ քեզ փորձ են տալիս պրակտիկայի, որ դու չես կարա այսենց ստանաս այդ փորձը։ Չէ, սովորելու տեղ միշտ կա ամբողջ կյանքը կա, չկա ինչ որ մի հատ չափ կամ սահման, որ ասեմ, այ հասել է, վերջ։ Բայց նոտա իմանալը ինչքանով է։ Նոտա իմանալ ես չեմ իմացել, հիմա էլ չեմ փայլում։ Այլ գնանք սոլֆեջիոյի դասերին գնանք։ Բաներով, բայց ցանկալի է ունենալ, որտեվ ահագին բան ժամանակը կրճատում է, հետո քեզ աշխատելու համար շատ ավելի հեշտացնում է քո գործը, որտեվ դու կարող ինչ-որ խմբից առաջարկ ստանաս ու գնաս քո դեմը նոտա դնեն, ու դու պետքա հենց հիմա ելույթին նվագես դա, չես կարող ասես մոտ գնամ տանը պարապեմ, հա, այդ տառերի պես բան է, եթե դու անընդհատ չես կարդում, չգիտեմ ուրիշ լեզվով, մայրենին չեմ ասում իհարկե, բայց եթե դու անգլերեն անընդհատ չես խոսում, դա հետ է գնում։ Նույն ձևն էլ նոտան, եթե դու ամեն օր դասական երաժիշտների մոտ հետ չի գնում, որտեվ իրանք միշտ նոտայով նստում են նվագում են, բայց քանի որ մեր մոտ նոտան շատ ուշուշ է լինում, մեր մոտ այդ նավիկները հետ է գնում, էլի։